Ամփոփ կերպով լսեցինք ով են շինարարները, ինչ են շինարարներուն հատկությունները, ինչ կփնտրեն շինարարները եւ ինչպես շինարարները կսպասեն դերոջ շարժիլը եւ կմերժեն շարժիլ առանց դիրոջ. Թեև պայմանները ջնշեն, բարակաները բահանջեն, բարդացրեն, բայց չեն շարժիր, որովհետև հաջորդ նյութիս հետ կապված եւ շատ կարեւոր բանը, որ ես կհասկանամ, որ տարերը կգրնան փոխվել, տարիները կփոխվին, կյանքի ծևերը կփոխվին, բայց բնավ չի փոխվիր, ինչպես մենք Աստծո հետ կհարաբերենք։ Այսօրվա այս բահու խորակիրը սադոր վրա է, շինարարները չեն հարցներ, ինչ է այնքինը, որ պիտի վճարեմ։ Անոնք կհարցնեն, ինչ կպահանջվի ինձ մե։ Գիտեք, որ մենք խանութ երթանք եւ հարկանքոտ մոդենալ ուզենք, գսես ինչ է իմ բարտկս, չէ՞, ինչ է իմ բարտկս։ Գիտես, որ թիմացինը քեզի ծարայեց գերագուրով, հակուստով, խմելիքով, որևէ մեկ բանով, թուն բարդական կսկաս այդ մարդուն ըրածին, կսես ինչ է իմ բարտկս։ Ես պետք է վճարեմ, անիկա որովհետև թուն ինձի ասով օրտնեցիր։ Շինարարները չեն հարցներ, ինչքան պիտի վճարեմ, ասիգա շատ ծանր է, ասիգա դժվար է, աս ապրանքը սուղ է, դուք ասով մեզի կքողնակ։ Շինարարները գսեն, ինչ կպահանջվի ինձ մե։ Օրհնողին եւ շինարարին միջև եղող ամենամեծ դարբերություններն մեկը այն է, թե բարգևը մեգումը կյանքի մեջ, բարգևը դաղանդ չէ, ցիրկ չէ, հաբա նվիրում։ Այսինքն շինարար մարդը ընդհանրապես իր ցիրկեն, իր կարողություններն չի շարժիր, միշտ իր նվիրումեն կշարժի։ Իր արչև լեցուն հարցումներ գուքան, հարցումներ, որոնք գուզեն ասել, ես ասպանը կծարայեմ, ես աս ցիրկ ունիմ, ես կնվակեմ, ես գերքեմ, ես կծարայեմ, ես կգարավարեմ, ես գնեմ, թուն պետք է ինձ ադոր համացային նայիս։ Զիգա շինարարի նայվածք չէ։ Շինարարը չի նայիր թուն իրեն ինչ կսես, շինարարը քիշեր ցերեկ Աստծո արչև կգենագնայի Աստված իրեն ինչ կսե, անոնց համացայն նվիրումով կշարժի եւ շինարարը իր նվիրումով գծածգե բոլոր մույս ժխտական ազդեցությունները, որ գրնան իր վրա ազդել։ Ասիկա ամենակարևոր դարբերություններն մեկն է, որ մենք կրնանք տեսնել, օրհնող նկարակիրը, օրհնություն սպասող նկարակիր անցին եւ շինարար նկարակիր ունեցող անցին։ Եվ կտեսնես, ան որ օրհնվելով, ով որ այս բահուն օրհնություն առնելով կշարժի, միշտ պետք ունի քաչալերագանիմը, միշտ պետք ունի քնահատանքիմը, որ ուժ առնե եւ աշխատի։ Ուրիշ մեկը որ շինարար է, կտեսնես, որ մնալ չի հարցներ այդ մեկը, որովհետեւ հոն ուր իր ձունգը գծերի, հոնդեղեն ինք ամեն ինչ կառնե։ Սա ասել չէ քնահատելը սխալ է, սա ասել չէ շնորհակալ լալը սխալ է, բայց հիմնական իր պետքը գլա առնել դերոճմեն, որովհետև շինարարի նկարակիրի համացայն գշարժի։ Օրհնողը հաջող կհարցնե այսօր ինչպես գրնամ օրհնել, ինչպես գրնամ քաչալերել, ինչպես գրնամ ընել բաներ, որոնք դեղվին վրա այդ բահուն գոքնեն։ Օրհնողին մտայնությունը ադիգա գլա եւ ասոն քեղեցիկ բաներ են։ Լավ է, մենք միշտ գործնենք, չենք անցներ ճշտամունքը եկեղեցիեն ներս բացի որ ցերկ տնելով աղոթենք, որովհետեւ գհավադանք որ ծարայողը որ խոսքը խոսեցավ, իր մեջ այդ օծությունը կա եւ օծությունը մեր դեսած եւ ջանցած ըմբռնած սահմաններն անտին գրնա թիմացինին օրհնել եւ մենք այդ ուղղությամբ կմախտենք, գործնենք թիմացի անցը։ Շատ կարևոր է օրհնելը, բայց շինարարը ավելի խոր հարցում կհարցնե։ Շինարարը գսե ինչ պետք է անեմ, որ Աստծո ինձի
հանցնած այս թանկարժեք կորձը իր լրումին եւ գադարումին հասցնեմ։ Քանի օքի հասկացավ, ներկա ժամանակին, ներկա բահին մեջ չի մտածեր։ Քին վճարելով Աստծո կով, Աստծո մտքին մեջ եղածը երկրի վրա իրականացնելու առաջնորդություն կսպասե, կագնգալե։ Թող կա քու թակավորությունդ, ինչպես որ էվերը երկինքի մեջ, այնպես երկրի վրա ասոնք բարեր չեն, որ կագնգալվին, որ մենք գրկնենք կախարդականորեն, որովհետեւ երկինքի թակավորությունը երկիր կա։ Ասոնք նվիրումի մոդեցումներ են, որոնք մենք հանցնգարնենք, որովհետեւ երկինքի թակավորությունը մեր կյանքերով երկրի վրա տեսանելի եւ կորցնական լա։ Հետևաբար, քանի որ մեր դգար, սայթակող, չարչարվող, դարաբող, ազդվող այս խողովագեն մարմինեն զգացումներեն գանցնենք երկինքի հոգևոր իրականությունը դեպի աշխարհ, մենք գսկանք շատ անգամ շատ բաներ, որոնք հաճելի չեն։ Եվ անոնք մեզի գրնան համոզել, գրնան խապել, գրնան բարդատրել, գրնան դար համոզել, շեղել այն փուն ջամփեն, որ մենք մեր հավատքով ընտրած ենք ապրիլ։ Անորոմար շինարար մարդը, շինարար հավատացյալը, շինարարի մոդեցումով Աստծո առջև ձունկ ծրող մարդը ընդհանրապես ներկա բահուն մեջ եղածով չորոշեր, հաբա իր նվիրումեն գորոշե, իր հարաբերութենեն գորոշե, իր փուն ընելիքը։ Շինարարները կհասկանան, որ Աստծո արքայության մեջ ամեն մնայուն, կովինի դսե մնայուն եւ թանկարժեք բան իր վճարելիք քինը ունի։ Այսինքն շինարար մարդը կհասկանա, որ ովևէ մեկ մնայուն եւ թանկարժեք բան, հավիտենական արժեք ունեցող բան պիտի չլա թակավորության համար, բացի եթե անոր թիմացը քին վճարվի։ Եթե իմ դերս, որ ամենակարողն էր, ամենագալն էր, ամեն բան գրնարների խոսքով նոր դիեզերք մը գրնար ստեղծել։ Խաչին վրա քին վճարեց, որովհետեւ ես եւ թուն փրկվինք, ասիկա օրինակ է նաեւ, որ մենք երբ իր թակավորությունը դիտենք մեր սահմաններում մեջ, մենք ալ քին պիտի վճարենք։ Եվ շինարար մարդը այդ քինը վճարելու պատրաստակամություն ունի։ Եվ իր պատրաստակամությունը արտահայտություն չէ նախատասությամբ։ Իր պատրաստակամությունը կյանքի ընթացքին յուրաքանչյուր հանգրվան, յուրաքանչյուր թեփք, յուրաքանչյուր բարակա, որ իրեն կհանդիպի, ինքը հոն գնստի եւ գսե ես ասիգա քին պիտի վճարեմ այս նպատակին համար։ Եվ շինարար մարդուն հաջողություններն մեկը այն է, որ գիտե քին վճարել։ Գիտեք, երբ կգարթակ ելք քիրքի մեջ հատ քեղեցիկ ներշնչում ունեցած է դարիներ առաջ, մորցած եմ այնքան հին ըլլալովը, որ երբ Աստված կխոսի Մոսեսին հետ եւ գսե, որ ես զանազանություն պիտի տնեմ իմ ժողովրդիս եւ Եգիպտոսի ժողովրդի մեջ, զանազանություն փարը փրկակին փարն է։ Անով ամեն ինչ պիտի փոխվի։ Անով ամեն ինչ դարբեր պիտի անով իրենք խավար պիտի ունենան, թուն լույս պիտի ունենան, անով իրենց անտրանիկները պիտի մերնին, քեզինները պիտի ապրին։ Փրկակինը քին վճարելը, որ Աստված դրած է Քրիստոսով մեր կյանքի մեջ, մեծ կարևոր արժեք ունի։ Մենք շատ անգամ իբրև հավատացյալներ փախուստ կուտանք։ Գնայինք ուր հանգիստ ծառայելու վայր կա, հոնք ուզենք ծառայել, ուր հանգիստ վիճակ կա, ուր ուրախ կրնան մնալ, ուր հոգնիլ չկա, ուր ամեն ինչ թեթև է, թիթեռնիկի պես է գուզենք հոնըլալ, արդյոք ադեցև Աստծո։ Չկա մեկը, որ իր ծառայությունը հեշտությամբ ավարտին հասցուց։ Մարդիկ մորթվեցան, ուրիշներ քերթվեցան, ուրիշներուն աչքի ելավ, ուրիշներուն թևերը ելավ, միայն որովհետև Հիսուսը հարություն արել է ըստ է, ուրիշ բանը չեն արած։ Սկիզբեն իվեր նույնն է, դեր Հիսուս գսե այս մասին,
Առաքյալները ըսին, պատմությունը մինչև այսօր գտնում է, ինչու հարցումը կարևոր է հարցը, ինչու այսօր իմ օրերուս պիտի ուզեմ փոխվել, աստվածաշնչական է արդյոք, ոչ, աստվածաշնչական չէ, ես այդպես կսկամ, որոշել եմ այդպես անել, շատերու համար այսպիսի կյանք ապրիլը դարձած է իրենց վարդապետությունը, քրիստոնեական վարդապետությունը, հանգիստը կփնտրե, իր լավը կփնտրե, իրեն հարմարը կփնտրե, ջեղկող մարդ չէ, որովհետև ներկա բահուն մեջ ինքը իր հանգիստը կփնտրե, մինչև այն որ մեկի իր հանգիստը կփնտրե, չի գնար թակավորության ճշմարտությունը կենթանացնել։ Ոչ թե որովհետև Աստված գուզե որ մենք դժվարության մեջ մնանք, ոչ թե որովհետև գուզե որ մենք դարաբինք, հապա որովհետև ամեն բան որ գոյադևե կպահանջե հարադևություն, կագնգալվի որ դու միշտ այդ մեկը ընես որ հարադևե, կագնգալվի հավատարմություն։ Հավատարմությունը ես հավատարիմ եմ ասելով չէ, Երանի այդպես լար։ Ով պիտի ճուզեր ասել ես հավատարիմ եմ վերջ, ամեն ինչ այդպես լար։ Անունի վեճ չէ, ասեսն է մարդիկ կգիտնան։ Հավատարմությունը յուրաքանչյուր որոշումի մեջ ցույց տալ է, թե դու ինչպես կապրես։ Եվ անձը զոհելու հետ կապված է, կպահանջե անձը զոհել եւ սեր։ Հետևաբար Աստծո արքայությունը երբեք չի շինվիր այն մարդոց միջոցով, որոնք ընդհանրապես քին վճարել չեն սիրել եւ միան իրենց հանգիստը կփնտրեն։ Անկարելի է գարենաս այդպիսի մարդոց հետ Աստծո թակավորության կորձնել, երբ ինք իր հանգիստը կփնտրե, ամեն ինչ իր հանգիստին շուրջ կդառնա եւ ինքը պատրաստակամություն չունենար, որ շալգե փամը, որ իրեն հաճելի չէ։ Ամենաբարձ նախատասությունը, եթե առնենք դերոճմեն, որ գսե, ով որ ինքզին չուրանար, իր խաչը չի գրեր, իմ յետևես չի կար, ինձ արժանի չէ։ Բնավ դեր Հիսուսոս մեր հանգիստին չեն հայաց։ Բնավ։ Հետևաբար մեր հանգիստը փնտրելով չէ որ մենք հանգիստ մարդիկ կլանք, հակառակ մենք ճիղերու դեր կլանք, եթե շատ մեր հանգիստը փնտրենք, բայց եթե դիրոջ վստահենք շատ ավելի հանգիստ կլանք։ Ամեն։ Հետևաբար միշտ շինված է Աստծո արքայությունը մարդոց միջոցով, որ իրենց անձնական հանգստութենեն ավելի մեծ սեբածեն Աստծո արքայության գործը։ Իրենց հանգիստեն ավելի անթին, առօրյա դժվարությունները չեն գրծած կողնալ, չեն գրծած ջզմել արքայության հանդեպ նվիրումը, որ այդ անձը իր մեջ ունի։ Ասիկա շինարար մարդուն ինքնությունն է։ Ուրեմն սիրելիներ, սա հաշիվով շինարարները քրավված գլան այդ դեսիլքով, որ նվիրումի միջոցով իրենց մեջը գա, այնինչ որ իրենք գուզեն շինել իրենց սրտի մեջ կա դերոճմով, ոչ հանգստություն փնտրելով, իրենց դեսիլքը հանգիստ փնտրել չէ։ Ես հավատացյալներ գիտեմ, որոնք դարիներով գաղութեն իրենց ուզածը առնելու համար։ Սխալ չէ աղոթել եւ խնդրել քո Աստծուց մեծ, որ քեզի դա ինչ որ գուզես։ Բայց սխալ է ադիգա կյանքիդ կոչումը նպատակը դեսիլքը դարձնել։ Որովհետև շատ անգամ մենք նույնիսկ շատ կարևոր բաներ կսեբենք, որ մենք պետք է ասոնք առնենք անոնց գետրոնացած մեր ամբողջ կյանքը կանցնենք եւ բնավ չենք կրնար դերոճմեն գիտնալ թե դերը ինչ կուզե։ Սիրելիներ, դիրոջ ցայնը մեր մեջ լսելու քախնիկով գիտե ինչ է։ Դիրոջ ցայնը մեր մեջ լսելուն քախնիկը եւ այդ լսել ավելի զորացնելու քախնիկը ան է, որ դրամատրված է լանգի լսելիքին։ Այսինքն դիրոջ ցայնը լսելու համար ես բեք չունիմ խելացի լալու։ Ես բեք չունիմ փայլուն լալու։ Ես բեք չունիմ զորավոր լալու։ Ես բեք չունիմ մարզիկ լալու։ Ես բեք չունիմ հարուստ լալու։ Ես բեք չունիմ աղքատ լալու։ Ես պետք ունիմ դրամատրված լալու։ Շատ մահավատացյալներ գաղութեն, կսեն դերը պատասխան չտվավ ինձի։ Քանի օքի իրաց է աղոթած է եւ դերը պատասխան չտված իրեն։ Քանի օքի, մի սկսիկ նորեն։ Ես ալ իրենց կսեմ նա գիտես ինչու դերը քեզի պատասխան չտվավ կամ գարձեցիր որ դերը չպատասխանեց, որովհետեւ իր դալիք պատասխանի միայն մեկ հատ գուզես։ Այո գսես կամ ուրիշ բան չեսեր։ Քանի օքի դեսե։ Քանի օքի հասկացավ։ Ես իմ մեջ ես միայն կսպասեմ այո ասե ոչը ընդունած չեմ։ Անորամար չեմ լսեր։ Կովիդին ասե անորամար չեմ լսեր։
Եվ շատ անգամ մարդիկ այդքան վարբեդ են, այդքան համարձակ են, կսեն ես դիրոջ հարցուցին կպամը չսավ ինձի։ Լուրեր։ Հա, վստահ ես լուրեր դերը։ Դու բնավ կգարձես, որ դերը բնավ լուր կգենա։ Ես խոն այդպես գերեվագեմ, որ դերը բնավ չի գենար խոսել են։ Բնավ չի գենար խոսել են։ Եվ որ ականջդ իրեն գոմը տարցես, գտեսես կխոսի։ Քանի օքին բադահած է, որ աղոտքին ստած է, և հանգարց դերը խոսած է։ Հանգարց խոսած է, պարև չսավ, երկարադենե չենք դեսնված չսավ, մեկում ես որ գարձես միան վոլիմը ծած էր, պարսրացիր, ճիշտոն դեն շարնագելուց կսավ։ Ուրիշ անգամ նորեն գլսես իրեն, գտեսես ուրիշ դեղեմը կխոսի։ Սենք դու գարձես կխոսեիր արդեն, ես մդակեզի հիմա լսեցի։ Չէ՞։ Ես կգարձեմ դերը բնավ չի լրեր։ Չես լրեր։ Խոսի, կսե այն փորձություններով, որ ինք փորձվեցավ, այսօր մեզ մե յուրաքանչյուրին կփարեխոսե։ Երևակայեցեք միան։ Կփարեխոսե մեզ մե յուրաքանչյուրին անցած հազար եւ միլիոնավոր փորձություններուն ընթացքին մեզի համար։ Ինչպես լուր պիտի կենար։ Եթե խոսինք խոսելու չխոսելու չափով։ Նեեմիայի օրինակը առնենք, նախքան բալադեն դուրս ելներ Նեեմիան, Կերության երգիրի մեջ, իր ներսիտին արդեն փամը փոխված էր, իր ներսիտին բադերը շինելու, բարիսմը շինելու, քաղաքը, դիրոջ քաղաքը, իր ժողովուրդին դարձնելու շինարարությունը շալգած կնացոն, չկնաց նոր բադին դիմացը աղոթելու, որ բադ մի ելլե, մենք շատ անգամ գուզենք բադին արջև գենալ, գամ պլած բադիմը, գամ անարողջ բադիմը և ձունգի կալ աղոթել, որ ամիջապես այդ բադը շինվի։ Մենք չենք տեսնել Աստվածաշունչի մեջ մարդիկ այդ ծև գաղոթեին հրաշք տեսնելու համար։ Չենք տեսնել Պետրոսը, Բողոսը գգենային ժամերով գաղոթեին հրաշքմը առնելու համար։ Իրենց անձնական կյանքի մեջ, իրենց նվիրումի մեջ, թագավորության դեսիլ կշալգելու մեջ շարունակ կքալեին և ծառայության տաշտի մեջ Աստված գարդահայտվեր իրենց միջոցով, որտեղ իրենց մեջը շինված էր։ Պետրոսին չսավ, ինչ որ ունիմ գուդամ քեզի։ Չսավ մեկ հատ աղոթեմ նայեմ դերը ինչ կսե ադիգա գուդամ քեզի, ասավ Ենեաս ել դերը Քրիստոսը գուզե որ բժշկվիս։ Չսավ հարցնեմ իրեն նայեմ ինչ կսե, ասավ գուզե որ բժշկվիս։ Իր մեջին անեց տվավ։ Մեր առօրյայի մեջ մենք պետք է ասիգա լավ ըմբռնենք։ Նեեմիա երբեք չսկսավ հաշվել ինչ փեր պիտի գրեր, երբ երթար Երուսաղեմ։ Բնավ չհաշվեց։ Նեեմիա փերը սիրտին մեջ այնքան ապահով գերբով գրեց Աստծո առջև դրավ, որ իր հանգստութենեն ավելի հաճելի դարձավ։ Անորամար սիրելիներ, շատ անգամ հավատացյալները գլքեն ծառայություն, գլքեն հավատք, որովհետև իրենց մոտեցումը եւ իրենց նայվածքը կփոխվի բաներու շուրջ։ Իրենց հանգստության քայքայվիլը, գործսվիլը կխանգարե իրենց հավատքի ընթացքը, որովհետև իրենց հավատքը գախյալ է իրենց հանգիստը լալեն։ Դու ավելի մեծ զորություն ունիս, որ գրնաս ցերկ բերել Տիրոջ հետ քու սիրտիդ մեջ։ Այն կամը, որ հանգստութեն հետ ավելի կփնտրես, Տիրոջ փերը շալգել։ Ես գիշեմ նոր դագավին հավատքի եկած է եւ դերը նոր ինձ պիտի արձակեր Արիթով մը խնդրած էր, որ երթամ եւ շրջիմ եկեղեցիներում մեջ, քաղաքի մեջ աղոթեմ եւ դեղ մկացինք եկեղեցիի գողմերը եւ հազիվ այն դեղերը հասանք Ջամփան դագավին վեր գելեինք լաց մի եկավ վրաս, որ առաջին անգամն է կյանքիս մեջ այդպես կուլամ, չեմ գնար գեցնել, չեմ գնար շունչը ստատրեցնել, լաց, այնքան որ դերոջսի դեր գեցուր այլևս։ Մարմինս չի թիմանար։ Վերջնար զղջացի որսի գեցուր։ Գիտեք ինչու, որովհետև ես դագավին այնադեն այդքան պատրաստ չէի փորձարապար դերոջ գրած փերը սրտիս մեջ գրելու։ Բայց վերջը սորվեցա, որ երբ դերոջ պես փերը գրեմ, մարզվիմ գրելու, դերոջ փերը գրել են ետք, իր գամքը գադարել են ետք, հաջության ժամանակաշրջան մգա։
Հետևաբար փերը գրելու բնավ դժգոհություն չունենանք։ Շինարարները կհասկանան, որ հավիտենական բաները միշտ ներդրում կբանջեն։ Աստվածաշունչի մեջ ամեն մնայուն գործ բանջեց մեկը, որ պատրաստ էր դալու Նոյ իր դարիները տվավ, Աբրահամ իր ապահովությունը տվավ, Մովսես իր թիրքը տվավ։ Մովսես բալադի մեջներ չէ, Եբրայեցիներու նամակը շատ հստակ կսե, որ իր թիրքը տվավ։ Դավիթ իր հարստությունը տվավ, որ իր զավակ, եւ որ Նաթան մարգարեն ասավ, «Դու պիտի չի շինես դաջարը»։ Եվ որ դու առնես ամբողջ ունեցածդ եւ ասես ես գուզեմ քեզի դալ, դիմացինը ասել է դու հարմար մարդ չես շինել, դու արույն տապող մարդ ես։ Ինչ կլաս, չես վիրավորվիր։ Մեկ հատ մարդուն հետ կխոսիս, հավանաբար չես խոսիր։ Դավիթ երբ լսեց Աստված Նաթանի միջոցով գսե, դու արույն տապող մարդ ես, իմ դունս տուն պիտի չի շինես, քեզ մի ելածը պիտի շինե։ Դավիթ մտածելուց սկսավ, որ գրնալ նեղվիլ։ Մտածելուց սկսավ, Աստված չուզեց ես շինեմ, շատ հաճելի նույն չէ, բայց Աստված ասավ բամը գիտե։ Եգուր Դավիթ այսպես էր, ով որ է այդ անձը կանչված շինելու, անոր յետևը գեցիր։ Եվ Դավիթ կսե իր հարստությունը եւ իր կարողությունը իր որդին յետևը դրավ, իր հայտնությունները, դերոճմով իր դերոճ ցերկով բոլոր քրածներ ամբողջ իր դղուն անցնեց, որբեսի անոր օգնե Աստծո կորձնելու իր մտքին մեջին արդահայտեց օրը եւ ասավ իմ զավակս մանուկ է, երիտասարդ է, տակավին այդքան կարող չէ, այդքան գարձր չէ, ինչպես ես եմ։ Անոր համար ամեն գերբով իրեն օգնեմ եւ իրեն օգնեց, որ ընե Բողոս իր կյանքը տվավ։ Ասավ ես Քրիստոսի ծառայել ավելի կարևոր կտեսնեմ, քան իմ կյանքս։ Հիսուս իր անձը տվավ։ Այսինքն չենք տեսներ մեկը, որ Աստծո թագավորությունը դարաձեր է Աստվածաշունչին սկիզբեն մինչև ուր որ մենք տեսած ենք ծառայողներ, բացի անոնք, որոնք իրենց կյանքը դալով էին, Փամը դվին որ ընեն եւ ասոնց բոլորը օրը մեկը չսավ ես ասիկա դվին ինչ վիդել է։ Դվին որովհետեւ գիտեին դալը միակ լուծումն է։ Տեսեք Դավիթ ինչ ասավ որնային պեն թակավորած 24 Ոչ, ապա ես զանոն քեզ մի անշուշտ ստագով ծախու պիտի առնեմ ու ծրի արածս իմ դեր Աստծույս ողջագես պիտի չմատուցանեմ։ Անինչ որ հիմա տուն պիտի դաս, ես ծրի չեմ ուզեր, ադոր քինը պիտի առնես, Աստծո համար ծրի պամը չկա, քինը պիտի վճարվի։ Հարիտոմը առաջնորդը ինձ ասավ, շատ չէ $55,000 կվճարեք վարձկով դեղը վարձելու համար, ուրիշ փարչուն էի ասելու, քիչ մնալ ամոչկոդ էի իրեն պամը ասելու, միտքս եկավ այսպես գարձեմ Սուրբ Օքին առաջնորդել, Հիսուսի համար սուղ բան չկա։ Հիսուսի համար սուղ բան չկա։ Շատերը կգարձեն, որ այսպես խենթ շինարարության հետ կապված այս կամ այն բաներով համար ծախսելը սխալ է։ Սխալ է, եթե կենտրոնացումը միայն շինելու վրա է, բայց սխալ չէ, եթե դու Աստծո թագավորության պետքին համար գնես։ Դավիթ հասկացած էր, թե ոչ մեկ հավիտենական բան պիտի հաստատվի առանց քին վճարելու։ Առանց քին վճարելու չլար։ Շինարարները գորուստը վնաս չեն սեբեր։ Զոհողությունը նելը Աստծո թագավորության կորձին համար գորուստ չեն սեբեր։ Ես շատ հավատացյալներ լսել եմ իրարու հավատագիցներու անտեպ արդահայտություններ գնեն եւ շատ անգամ փարացիորեն ասե արժանի չէ։ Արժանի չէ որ ես իրեն ասիգա անեմ։ Այսինքն իր զոհողության արժանի չէ։ Շինարար մարդը զոհողությունը գորուստ չի սեբեր։ Շինարար մտածելակերպ ունեցիր։ Եթե հագարակը գսկած դերոջ արչև գեցիր, թող շտկե։ Որովհետև ադիգա քեզի համար վարձատրություն է, օրհնություն է։ Ամեն զոհողություն, որ կգադարեն հավատացյալները, կնկատեն հավիտենականության մեջ ներդրումերին։ Եվ իրականության մեջ այդ է, մեր վարձատրությունն է ադիգա, որ օրին մեկը դերը պիտի վարձատրե մեզի, չէ։ Եգուր իմ աջ կողմս բարի հավատարիմ ծառա եւ քեզի պիտի դամ այս վարձատրությունը։ Հետևաբար շինարարները այլևս
չեն հարցներ, ինչու ես, ինչու ինձ այսպես եղավ, ինչու մեր երկրին այսպես եղավ, երբ այս պիտլա, երբ այս ինչուներու շարանեն ազատագրված մարդիկ կլան, չեն հարցներ ինչու այսքան դժվար է, կհարցնեն դեր ինչ է ինձի հանձնված պատասխանատվությունը, հանձնարարությունը։ Պատերազմ կա, գսե պատերազմի ժամանակ դեր ինչ կուզես սնեմ։ Սով կա, անօթություն կա, կհարցնե սովի ժամանակ անօթությանը դեր իմ ընելիքս ինչ է։ Վախ կա, հալածանք կա, կհարցնե դեր իմ ընելիքս ինչ է։ Ինքը պատրաստ է վճարելու, ինքը գսե դեր ինչ կուզես, որ ես սնեմ։ Արիթով ժամանակ մի եղած էր, որ բոլոր ծառայողները Աստված ավելի ճիշտ բարերով այսպես է, որ Աստված բոլոր ծառայողները Ամերիկա կանչեր։ Գսե զարմանալի է Աստված կշվարեցնե մարդոց։ Բոլոր ծառայողներուն, հովիվներուն կկանչե, որ Ամերիկա երթա, մեկուն չի կանչեր Հնդկաստանի երթա, Չինաստանի երթա, Պակիստանի երթա, հոն մերնի Աստծո փառքին համար, բոլորին Ամերիկա կանչե։ Չեք զարմանար աս Աստծուն։ Մեզ ինչու չի կանչեր, զարմանալի է, չէ՞։ Ինչ հանգիստ կյանք կապրեինք։ Ինչ հանձնված է ինձի, որ ես ընեմ։ Հարցուր այս բահոնդիրոջ, դեր ես ինձի ոչինչ կտեսնեմ, ես չեմ կարծեր, որ ուսում ունիմ, չեմ կարծեր, որ կարող եմ ընելու, ես ասպես քարոզել չեմ գիտեր, բայց ասե ինչ հանձնած ես ինձի, որ ես ընեմ, պատրաստ եմ։ Ամեն օր ասիգա աղոթե, մինչև որ օրը լսես իրեն ապրիս, ես կանչած եմ քեզ այս մեկը ընելու համար։ Ես կխոստանամ քեզի իմ պատասխանատվությամբ, որ անպայման օրը պիտի լսես իրեն։ Կարևոր է իրենս ես տուն պատրաստ ես։ Արդվան դեսիրկս որ ունեցա ճորեքշաբթի օրը կբատմեի ցեզի մեջը այդ ամեն հանգրվաններեն անցել են ետերը ասավ պատրաստ ես եթե ղրկեմ պատրաստ ես կզարմանաս չէ 35 տարի վերջ դերը քեզի դակավինս է պատրաստ ես եւ ես երբ Միրելային հետ կպաժնեկցեի սի դերը ասա բաց թուրմը կփանամ որ ոչ ոք կրնակոցել հայտնության մեջի համարը Հիմա ես կազանի վեսեմ այդ թուրը նայել սպասելու ուր երթամ ինչ ընեմ թուր պիտի փնտրեմ ամեն թուր փանալուս յետևը պիտի նայեմ որ ոս ինչ արիտ կա որ ես կարենամ ծառայել որովհետև իմ ուրախությունը սոն է հետևաբար շատ կարևոր է սիրելիներ դեր ինչ հանձնած ես ինձի որ ես ընեմ այս մեկ հարցումը ամեն բան կփոխեք ու մեջդ ամեն բան կփոխեք ու մեջդ Դժվարություն ըսված բանը բադիվ գտարնա։ Դժվարություն ըսված բանը բադիվ գտարնա։ Պատասխանատվություն վերցնելը առանձնաշնորհում գլա։ Ամենամեծ ուրախությունը գլա։ Ամեն ինչ կսկսի փոխվել։ Բողոս այս ճշմարտությունը հասկացած էր Գործ 20-24-ի մեջ տեսեք ինչ կսե։ Հոգս չէ Փամը հոգս չէ։ Ինձի համար կարևորը կյանքս չէ։ Դժվար է այսօր հավատացյալները այսպես ընդունին եւ ապրին։ Անգեղծ գուզեմ լալ դու գալ անգեղծ ձեր նկատմամբ։ Չեմ խոսիր աշխարհիկներուն մասին։ Խոսիմ հավատացյալներուն մասին։ Դժվար է որ այս խոսքը ասեն։ Չեն համարցագիր գվախնան այս խոսքը ասելու։ Որ հոգս չէ, ինձի համար կարևորը կյանքս չէ։ Այլ գուզեմ ուրախությամբ իր վախճանին հասցնելը սկսած կորձս։ Այն բաշտոնը, որ Տեր Հիսուս տվավ ինձի, Աստծո շնորհքը ավետարանելու։ Ասկե մոտ ժամանակ մը առաջ թվականը չեմ իշեր, Տերս բաժնեկցած եմ ալ, շատ գեղեցիկ ներշնչումով աղոթքի բահմը գնեի, շատ զորավոր գսկայի սենյակիս մեջ օծությունը եւ հանգարց Սուրբ Օքին իմ սրտիս մեջ դրավ աղոթքը Աղոթքը, որոնը սկացումն է, որ ունեի եւ բարերը աղոթքը դարձան եւ այս բարերը ասի դեր փամը չեմ ուզեր եւ մտքիս սկացումներուս նվիրումիս սիրտիս մեջ այդ վստահությամբ կսեի փամը չեմ ուզեր ոչինչ
Դուն, ընտանիք, գին, զավակ, ինքնաշարժ, դրամ, դուն, որևէ մեկ բան։ Այս սկացումը գար միայն գուզեմ, որ երբ այս աշխարհեն ելնեմ, COVID մտնեմ, վայ Երանի ասալ ըրած լայի չսեմ։ Ապա երբ արջևդ կամ իրավես գադարածը լամայն կորձը, որ թուն ինձի գրգեցիրենուն շատ քեղեցիկ սկացում էր։ Շատ քեղեցիկ սկացում էր։ Տեսեք, այս սկացումը ես ամեն վարյան չեմ գնարունել, ամեն վարյան գաղոթեմ ադորամար։ Ամենադեն գաղոթեմ, որ այդ զորությամբ կարենամ կորձել, զգալ, բայց այդ մեկը ամեն վարյան չեմ գնար զգալ։ Օրմը պիտի զգամ, բայց քիդագից եմ եւ անոր համար գուզեմ իրավես ապրիլ այնպեսմը, որ ես այդ օրը, որ իրեն պիտի հանդիպիմ, զղջում չունենամ։ Զղջում չունենամ, որովհետև հոնդեղի ապրելի կյանքը շատ ավելի երկար է, քան մի քանի տարին, որ աշխարհի վրա գաբրիմ։ Աշխարհը լեցուն բաներով գրաված է ինձի, բայց իմ հավիտենական կյանքիս կապակցաբար իրականությունները պիտի չուզեմ գրավե, պիտի չարդոնեմ գրավե։ Քանի օքի հասկացավ, քանի օքի գսկա ինչքան գրաված է այս աշխարհեն, ասվիտեմ, աղոթեցիր ոչ։ Տերոջ հետ խոսեցար, ո ինչքան է չեմ խոսած։ Գարտացիր ոչ։ Գրաված է։ Ես ուզեմ չուզեմ լեցուն բաներով գրաված եմ։ Քանի օքի ուզե չուզե լեցուն բաներով գրաված է։ Բայց չցկես գրավե հավիտենական որոշումդ, հավիտենական վարչադրությունդ, հավիտենական բադիվդ։ Դիգա բան չէ եւ ունի զորություն առնելու համար։ Բողոս բնավ չսավ իմ նպատակս հանգստություն է, հաջողություն է, ջանցվածը լալ է, շատ բարձ էր, ինձի հանցնվածը ավարտին հասցնել գուզեմ։ Անգեզատ ամեն ինչ երկրորդական է, ինձի պամը դրված է, անիգա առաջնահերթություն է, ձայրահեղ առաջնահերթություն է եւ ձայրահեղ առաջնահերթություն է։ Մնացած բոլորը ինչքան կարելի է պիտի ենենք, բայց այսօր թփնալ չկա։ Գիտենք չէ մենք, եթե բզդիգիս տնաս ինձի տված եղար։ Բզդիգիս վնաս պիտի դաս նենախ ինձի պիտի հանդիպիս, ինձ մե պիտի անցնիս, գիտեք մուվիներն ալասոն կսեն։ Մենք այդպես մեկ ելանք աստուծմով մեզի դրվածին թիմ համար, մեր առօրյային մեջ։ Շինարար մարդիկը ներգայեն անտին կտեսնեն սիրելիներ։ Այսօր որոշումներ կառնեն, որոնք վաղվան օրը պիտի օրհնեն, վաղվան դարին պիտի օրհնեն, հաջորդ դարին պիտի օրհնեն։ Իրենց լեզուն ընդհանրապես կդարբերի ներգայի մեջ օրհնություն փնտրող սովորություններուն կամ մտայնություններուն։ Վաղը դերոջ համար, վաղը ես Ռաֆիենց կսեմ ամեն անգամ որ Հայաստան երթամ, չեմ գնար, փամը պիտենեմ, գիտեք այս անգամ 2 շաբաթեն ավելի Հայաստան մնացի, վարը բարդես չի չա։ Մեկ երկու օքի գիտե որ դա մեծի։ Միակ պատճառը որ վարը բարդես չի չա որ գլուխիս կորց չփանամ։ Որովհետև եթե իշտեմ կորցիտ փանամ։ Եվ Ռաֆիենք պիտի վճարեմ վերջը։ Նեեմյան բարիսները նորեն վերաշինեց, բայց իրականության մեջ իր շինարարությունը դաջարմը շինել չէր, ժողովրդին ինքնությունը շինեց, ժողովրդին պաշտամունքը վերահաստատեց, ժողովրդին բադիվը վերադարձուց, քանի օքի է դսե, կրնան շատեր դաջարը տեսնել, բայց իր կորձին նպատակը ինքնությունը բերելն էր, պաշտամունքը բերելն էր, բարիսները դրավ ժողովրդին ապահովությունը բերելն էր, քալիք սերունդներուն համար քեդին պատրաստեց, որոնք պիտի կան եւ պիտի տեսնեն եւ պիտի որ շարունակեն այն բաները, որ իրեն ժամանակին պետք է։ Հետևաբար շինարարները վաղվան մասին կմտածեն, որովհետեւ իրենց մեջ վերջ եկողներ կան։ Ինձ շատ անգամ կհարցնեն, ես իրենց կսեմ ամեն ինչ որ ես կքարոզեմ քրված պատրաստունիմ։ Եթե հասա քիրքերու պիտի վերածեմ, եթե չհասա կոնե ունիմ, ինձ վերջ եկողները պետք է որ փամը ունենան, ինչքան ալ սորվածը լան, կոնե հին արմատներեն փամը թող առնեն, անոր վրա իրենց ներշնչումը անեն։ Հողերը որ գարնեինք Հայաստանի մեջ կամ հոս, կսե ինչ որ ես գրնամ ադիգա պիտի ունեմ, ինձ վերջ եկողը ադով թող չի մտահոգվի, թող որ ինքնալ իր նոր շունչով ադոր վրա շարունակե իր գործը անե։
Վաղվան համար մտած է, ինչ պիտի ըլլա վաղը։ Ավելի հերուն գտիդեն։ Շինարարները իրենց ընելիք գործը կշարունակեն նույնիսկ երբ զգացական օրեն իրենք չեն զգար փամը։ Քանի օնքի ունեցել այդ զգացումը, որ ես հիմա սիրտ չունիմ, մուդս դեղը չէ աղոտքի պիտի չերտամ, այսօր մուդս դեղը չէ հոգնած եմ դունը պիտի հանգչի, մեզ շատ անգամ գադագով և ես 3-րդ իրականությամբ կսեմ, հոգնած էր ամենահարմար դեղը եկեղեցիկալ է, տերոս դերի իրեն գտып չեր։ Հոգնած եմ ես Աստծո անկիստին պետք ունիմ, մանավանդ եթե մտքով հոգնած եմ, Բողոս կսե, այդ սխալ վարժության մեջ մի ինակ, ինչպես շատերը ինգած են, ամեն մարդ իր կործը ոգևորված կսկսի, քանի հոգի ներշնչված խանթավարված կործեր ըրած է կյանքի մեջ, լա հոգևոր, լա ոչ հոգևոր, քանի հոգի, որևէ կամ որ խանթավար, ցերկերը կամ շարժեցեք կամ պամ մերեք ժողովուրդ, կարծեմ որ արջես նգարդրվեր է, քանի հոգի խանթավարված այսպես կործի մը սկսեր է, ամեն մարդ կորձ որ բիդն է, ներքին խանթավարություն մը գա, որ իրեն գմղե ոգևոր է, որ այդ կործը սկսի, բայց շատ քիչեր հավատարիմ կշարունակեն և կվերջացնեն, որովհետև հազիվ իր զգացումները բաղին կթույլ նայրդեն, որովհետև ինքը այդ ներկա ժամանակի զգացումով է որ կշարժեր և ոչ է շինարարի մտայնությամբ, յանի մեջը քիչ մը չուր գար, կկործածեր, հազիվ չորցավ նորը չգա, չորությունը երևնալու սկսավ, բայց որ շինարար է շարունակակ չուրը գնորոքվի իր մեջը, Կարևոր ճշմարտությունը կա, որ կհասկանան շինարարները, զգացումները կփոխվին։ Կովինից է զգացումներդ կփոխվի։ Նորենս է իրեն, բայց գոչումդ չի փոխվիր։ Գրնամուդս այսօր լավը լալ, քիչ հետո քեշը լալ, անգե քիչ հետ շատ ավելի քեշը լալ, անգե քիչ հետ քեշ լուրարնել, ավելի շատ քեշը լալ։ Զգացում է պիտի փոխվի ասի իր կործը, բայց իմ գոչումս չի փոխվիր, քույալ գոչումդ չի փոխվիր, գոչումիդ հետ գապված աշխատե, գոչումիդ հետ գապված հավատքի կյանքդ ապրե, օթեն գախված հավատացյալ մի ընդունիր լալ, որովհետև ադորամար չես կանչված, շինարար հավատացյալ եղիր, Քաղատացի 6:9 տեսեք ինչ կսե, Քալով ցեզի չցանցրանակ բարիք կործել է, որովհետև եթե հարադևենք, ինչ ընենք, բարձրացայն, հարադևենք, եթե հարադևենք, անպայման, որ արդյունք պիտի քաղենք իր ադենին, անպայման արդյունք պիտի քաղենք իր ադենին, ինչու շացավ, սատանային ասիկա, երբ պիտի լա, ինչու չեղավ, ասում մարդկային բանջկներ են, որ Աստծո վրա բանջ կտնենք, իր ադենին պիտի լա, ես չեմ հսկեր ընողին կործը, ես կհսկեմ ինձի դրված կործը, Հիսուս ամենամեծ շինարարն էր, չէ, իր մեծ չէ եղած և պիտի չլա, երբեք չեր փորձեր փախուստ տալ, անաղոթեց, բայց ոչ թե իմ գամքս լա, հապա քու գամքդ թող լա, այս ասած ադենն անգամ ինք փախուստ չեր դար, Խաչը բացմության ամենամեծ կործիկն էր, միջոցն էր մարդիկը փրկելու համար, որովհետև մեկ զողողության բոլոր մարդիկը երբ որ հավատան պիտի որ փրկվին, Դարավ այդ ցավը, որովհետև քալիքին լեցուն մարդիկ պիտի որ հավիտենական կյանք ստանային։ Բողոս իր ծառայությունով, իր կյանքով ներդրում ըրավ Դիմոթեոսի մեջ, Դիդոսի մեջ, Շյուղայի մեջ, եկեղեցիներու մեջ, Աբաքայի առաջնորդներու մեջ, շարունակ ներդրում ըրավ, մարդիկ շինելու նվիրված էր, մարդիկ շինելու նվիրված էր, օծությունը բագաս չէր իր կյանքի մեջ, հավանաբար մարդիկ իր թաշկինակները կկողնային, որ թևերը ազատեն հիվանդները բժշկեն, ով գիտե, ես լայն է կկողնայի, կամ եկը չէր կողնար Բողոսին թաշկինակը,
Պիտի չսեմ ցերկ բարձրացեք, ցանցացած ես մե։ Կամ գերագուրեն է շատ համով էր։ Դեսեք Պողոս ինչ կսե Գաղատացիս 4:19, իմ ցակուկներս եք դուք, բայց ահա դարձյալ մորմը պես երկունքի ցավ կքաշեմ ցեզի համար, այսինքն մամային փորեն ինչպես բզդիկի ելածադենը ցավ գլա, կսե ես նորեն այդպես ցավ կքաշեմ ցեզի համար։ Մինչև որ Քրիստոսի հարազատ բադգերը դառնաք։ Այսինքն շարունակ աշխատանք կա, մինչև որ բադգերը դառնաք Քրիստոսի։ Ուրեմն Պողոս Արաքյալ միայն հավատքի որոշում գայացնողներ չէր փնտրեր, այսինքն ապաշխարեց վերջացավ, Պողոս Արաքյալ գշիներ այդ անձերը, որովհետեւ անոնք հասնեին այդ բադգերին, Քրիստոսի այդ բադգերին, որ պետք է։ Եվ շինարարներուն մեկ հատկությունը գա եւս կուզեմ բաժնեկցիլ, որ հիշադակներեն անտին են։ Հիշադակները լավ են, պատմությունները լավ են, բայց միշտ ներգային մեջ կփնտրեն դերը ինչ կուզե եւ անոր մեջ կցկտին, կմերժեն միայն անցյալի հիշադակներուն մեջ ապրիլ։ Հետևաբար սիրելիներ, պետք է որ ամեն հավատացյալ այս հարցումին պատասխանե։ Միայն ուրիշներուն շինածը վայելող ես։ Ուրիշը ինչ ունի տունադիգա վայելող մարդես կամ Աստծո թույլ կուտաս, որ քու կյանքովդ փամը շինե այս պահուն։ Փամը ընե դիմացինին կյանքի մեջ։ Արկայությունը չի շարժիր արագ, որովհետև մարդիկ դեսիլքեն գհիանան։ Արկայությունը հարաճ կերտա, որովհետև մեկը պատասխանատվություն կստանցնե։ Մեկը պատասխանատվություն կստանցնե։ Թուն պատասխանատվություն կստանցնես, որ Աստծո քու կյանքիդ մեջ թրվածը հասցնես հոն, ուր ինք կուզե, հաշվես, նկատի առնես քինը, որ պետք է վճարես։ Շինարարները այդ մարդիկը չեն, որ զգացում չունին, բայց միաժամանակ չեն անդեսեր քին վճարելը, գիտեմ որ քին պիտի վճարեն, բայց այնքան քրաված գլան դերոճմով, որ քին վճարելը իրենց գրելիք դժվարութենեն, հալածանքեն, պայմաններեն ավելի մեծ աստեցություն ունենա իրենց կյանքի մեջ։ Գրծամիտքս բարձել մենք իբրև շինարարներ գենանք Տիրոջ առջև մեր աղոթներում մեջ եւ ոչ թե բարձորեն հավատացյալներ, որ այս բանը գուզենք եւ այն բանը գուզենք։ Չեմ կեր եթե ժամանակը պիտի կա եւ շատ ավելի ընդհանրանաս մեկը, որ հավատացյալներ Աստծո առջև կգենան միայն ջակպոտի պես, որ Աստված իրենց ուզածը դա իրենց։ Գիշեմ առաջին անգամ, որ Լաս Վեգաս կացածեի ծառայության ինձ իջեցին հյուրանոցը եւ հյուրանոցը դա սա արդեն օտագայանեն սկսած էինք տեսնել, ինչպես գլուխը դարձնես կտեսնես մեքենաներ ջակպոտի, ասոր, անոր փոքերի եւ այլն։ Հետո դեսա, բայց հյուրանոցի մեջ դեսա, որ դուրսը մութ է, դուրսը լույս է, ներսինները բամը չեն սկար։ Ներսը գլիմամը գա, որ քեզի կզգացնե, որ ամեն ինչ դեր նորմալ է, օրը չփոխվեցավ, դեր ժամերը չանցան, նույն այդ վիճակը կմնա լուսավոր, որովհետև գուզեմ, որ մարդիկ 24 ժամ ներսը մնան, բայց մեքենաներուն առջև եղող մարդոց համար մեքենան իրենց Աստվածը եղած էր։ Թրամ գտնե ավելի առնելու, թրամ գտնե ավելի առնելու, թրամ գտնե ավելի առնելու։ Մարդիկ կա իրենց ամբողջ կյանքի աշխատանքը գրնան տնել, որովհետև կետաբադելներ կան, նոթարներ կան հոն, որոնք նստած են, որևէ ադենքու իրավունքներդ ինչ են գրնան անոնք չեքի վերածել, որ դու հոն ծախսես վերջացնես։ Նստած են կսպասեն, որ ասկե իրեն այդքան գումար պիտի ելլե։ Իր Աստվածը դարձած է։ Աստված թող կյանքիդ մեջ ուզածը դվողը չլա, Աստված կյանքիդ մեջ իր ով ըլլալուն համար թող ըլլա։ Ինք շատ ավելի մեծ է, քան իր քեզի դալիքը։ Ասոր համար աշխատանք դար, եւ դու պիտի օրհնված կյանք ունենաս։ Որովհետեւ Սուրբ Օքին ասոր համացայն կկործե մեր կյանքերու մեջ։ Ամեն։ Ես կուզեմ